Բարև ձեզ սիրելի երկրորդ դասարանցիներ, այսօր մենք միասին կփորձենք կատարել թեմատիկ աշխատանքի առաջադրանքները։ Առաջինը պետք է հաշվել և գրել պատասխանը 50 գումարած 6 հավասար է 56, 50-ից հանած 6 հավասար է 44։ Ասեմ, որ սա տարբերակի առաջադրանքներն են, ա տարբերակի տետրը ձեռքից տակ չէր, նույնն է գրեթե ամեն ինչ նույնն է, մնում է միայն թվերը տարբեր գրել, բայց սկզբունքը նույնն է։ 0-ով վերջացող կլոր տասնյակին գումարում ենք միանիշ թիվ, 0-ով վերջացող կլոր տասնյակից հանում ենք միանիշ թիվ։ Մյուս տարբերակի մեջ կարող է 50-ի փոխարեն լինել 60 կամ 6-ի փոխարեն լինել 3, կարևորը սկզբունքը ճիշտ հասկանալն է։ Առաջադրանք 2-ը հաշվում ենք, այստեղ երկնիշ թվին գումարվում է միանիշ թիվ այնպես, երբ միավորների թիվը դառնում է 0, 54 գումարած 6 հավասար է 60, 54 հանած 4 հավասար է 50, տեսեք, արդյունքում ստանում ենք կլոր տասնյակ։ Առաջադրանք 3-ը 75-ին գումարած 3 հավասար է 78, 75-ից հանած 3 հավասար է 72, ամենահեշտ տարբերակն է։ 4-ը կարկային անցումով գումարում և կարկային անցումով հանում, 75-ին գումարած 8 հավասար է 83, 75-ից հանած 8 հավասար է 67։ 5-րդ առաջադրանքը երկնիշ թվին գումարում ենք կլոր տասնյակ, երկնիշ թվից հանում ենք կլոր տասնյակ, 57-ին գումարած 30 հավասար է 87, 57-ից հանած 30 հավասար է 27։ Անցնենք հաջորդ էջին։ Առաջադրանք 6-ը 46 գումարած 27, երկնիշ թվի գումարում է երկնիշ թվին, կարկային անցումով, 46-ից հանած 27 հավասար է 19, երկնիշ թվից հանում է կարկային անցումով։ Երկնիշ թվի գումարում կլոր տասնյակի ստացումով, երկնիշ թվի հանում կլոր տասնյակի ստացումով։ Առաջադրանք 8-ը սյունակաձև վարժությունները հեշտությամբ երեխաները կատարում են, որովհետև սա իրենց ամենաշատ սիրած առաջադրանքներն են։ Առաջին օրինակում կարկային անցում չկա, երկրորդում կա։ 5-ին գումարած 7 հավասար է 12, գրում ենք միավորների տակ 2-ը 1 տասնյակը տալիս ենք տասնավորներին, 4-ին գումարած 2 հավասար է 6, 6-ին էլ գումարում ենք մտապահած 1 տասնյակը, ստացվում է 7 տասնյակ, 2 միավոր։ 58-ից հանած 25 ոչ մի դժվարություն չներկայացնող արտահայտություն է, պետք է սյունակաձև կատարել։ Մյուսը արդեն կարկային անցումով է։ Քանի որ միավորները 4-ը 7-ից փոքր են, երբեմն երեխաները շփոթում են և 7-ից են 4 հանում, սա կոպիտ սխալ է։ Պետք է անպայման տասնավորներից 1 տասնյակ վերցնել, դարձնել միավոր և կլինի 14 միավոր, իսկ տասնյակների թիվը կփոքրանա և կդառնա 4։ 14-ից հանած 7 հավասար է 7-ի, 4-ից էլ հանած 3 հավասար է 1-ի։ Առաջադրանք 9-ը կատարել սյունակաձև գումարում և հանում։ Հորիզոնական գրված է արտահայտությունը, պետք է տակը սյունակաձև կատարել և պատասխանը գրել։ Նույն ձևով երեխաները սյունակաձև գրում են, հետո արդյունքը տեղադրում են հավասարման նշանի կողքին։ Անցնենք հաջորդ էջի առաջադրանքներին։ Պետք է գտնենք անհայտ բաղադրիչը։ Այստեղ պետք է ուշադրություն դարձնել, որ անհայտ բաղադրիչը գտնելու համար ներքևում սյունակաձև ենք կատարում գործողությունը, իսկ կողքին վերականգնում ենք հավասարությունը արդեն հորիզոնական ուղղությամբ։ Գրում ենք նույն հավասարությունը, պարզապես դատարկ վանդակի փոխարեն գրում ենք ստացած արժեքը։ 46-ից հանած 27 հավասար է 19, 19-ը տեղադրելով հավասարության մեջ կստանանք 19-ին գումարած 27 հավասար է 46։ Նույն ձևով երկու օրինակները անհայտ գումարելին գտնելու վերաբերյալ են, հետո գալիս է անհայտ նվազելին և անհայտ հանելին գտնելու արտահայտությունները։ Անհայտ նվազելին գտնելու համար տարբերությանը գումարում ենք հանելին կամ հանելիին գումարում ենք տարբերությունը։ Ստացանք 71, 71-ը տեղադրելով հավասարության մեջ կստանանք 71-ից հանած 34 հավասար է 37-ի։ Անհայտ է հանելին, անհայտ հանելին գտնելու համար նվազելուց հանում ենք տարբերությունը, 62-ից հանած 25 հավասար է 37-ի, տեղադրելով ստանում ենք 62 հանած 37 հավասար է 25-ի։ Այժմ կատարում ենք 5-րդ էջի առաջադրանքները։ Ընտրիր հարցերի ճիշտ պատասխանները, որն է ամենամեծ երկնիշ թիվը։ Ճիշտ նշված է 99։ Առաջադրանք 2-ը ինչ է ցույց տալիս ամենամեծ երկնիշ թիվը։
Բոլոր երկնիշ թվերի քանակը ցույց չի տալիս, բոլոր միանիշ թվերի քանակը ցույց չի տալիս, ցույց է տալիս միանիշ եւ երկնիշ թվերի ընդհանուր քանակը, այսինքն 1-ից մինչև 99 եղած թվերը։ Որքան է ամենամեծ երկնիշ թվի, հիշենք, ամենամեծ երկնիշ թիվը 99-ն էր, եւ ամենամեծ միանիշ թվի տարբերությունը, իսկ ամենամեծ միանիշ թիվը 9-ն էր, 99-ից ցանած 9 հավասար է 90։ Որքան է երկնիշ թվերի քանակը։ Քանի որ ամենամեծ երկնիշ թիվը 99-ն է, իսկ ամենամեծ միանիշ թիվը 9, դրանց տարբերությունը կլինի բոլոր երկնիշ թվերի քանակը, այսինքն տարբերակ D 90։ Անցնենք 6-րդ էջի առաջադրանքներին, որոնք խնդիրներ են եւ տրամաբանական առաջադրանք։ Երկու պարկերից առաջինում կա 43 կիլոգրամ ալյուր։ Այն 7 կիլոգրամով ավելի է երկրորդ պարկի ալյուրից։ Այստեղ ավելի բառը պետք է երեխաներին չշփոթեցնի, քանի որ խնդիրը անուղղակի ձևով է արտահայտված։ Հայտնի թվի կողքին շարունակվում է, որ այս հայտնի թիվը 43 կիլոգրամը 7 կիլոգրամով ավելի է երկրորդ պարկի ալյուրից։ Նշանակում է երկրորդ պարկի ալյուրը 7 կիլոգրամով պակաս է, շտկում ենք, ուղղում ենք, դարձնում ենք ուղղակի խնդիրը, հետո նոր լուծում։ Քանի որ պակաս է, պիտի 43-ից հանենք 7 եւ ստանանք 36 կիլոգրամ, պատասխան 36 կիլոգրամ։ 13-րդ խնդիրը բաղադրյալ խնդիր է։ Տեսեք, երեխան մի բառ շփոթվել է, հետո ինքն իրեն ուղղել է։ Մի արկղում կա 35 կիլոգրամ դեղց, իսկ մյուսում 8 կիլոգրամով պակաս։ Այսինքն մենք չգիտենք երկրորդ արկղում որքան կա, բայց գիտենք, որ 35-ից 8 կիլոգրամով պակաս է, որպեսզի պակասի պետք է հանման գործողություն կատարենք։ Որքան դեղց կա երկու պարկերում միասին, բաղադրյալ է։ Սկզբում կգտնենք երկրորդ արկղի դեղցի քանակը, իսկ հետո կիմանանք երկուսը միասին որքան են կշռում։ Թվային արտահայտությունը կազմելու համար մենք պետք է առաջին արկղի զանգվածին գումարենք երկրորդ արկղի զանգվածը, բայց քանի որ մենք չունենք երկրորդ արկղի զանգվածը, գրում ենք ինչպես ենք գտնում այն։ Այսինքն փակագից 35 հանած 8, իսկ փակագիծը հավասարության արտահայտության մեջ նշանակում է, որ պետք է սկզբում կատարել փակագծի ներսում գտնվող գործողությունը։ 35-ից հանած 8 հավասար է 27 կիլոգրամ, սա կլինի երկրորդ արկղը։ Երկրորդ հարցով էլ 35-ին առաջին արկղին կգումարենք 27, որը երկրորդ արկղի զանգվածն է, կստանանք 62 կիլոգրամ։ Առաջադրանք 14-ը, բացահայտենք օրինաչափությունը եւ լրացնենք դատարկ մանդակը։ 44, 46, 45, 66, 68, 67։ Երեխան շատ ճիշտ նկատել է, որ եթե մեջտեղում չգրենք որևէ թիվ, կլինի 44, 45, հաջորդը պիտի լինի 46, տեղափոխված է։ 66, 67, 68, 53, 54, 55։ Առաջադրանքը ճիշտ կատարված է։ Այսօր էլ այսքանը, հաջողություն։